Ուկրաինական զինուժն ինտենսիվ հարվածներ է հասցրել Ռոստովի և Ռիազանի մարզերին։ Լուսաբացին ուկրաինական դրոնների հարձակումից Ռիազան քաղաքի Վալդբերիսի պահեստում ու նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել են ուկրաինական տելեգրամալիքները։ Մարզպետ Պավել Մալկովի խոսքով մի արդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել, 6 մարդ հոսպիտալացվել է։ Մալկովը չի հստակեցրել, թե որ օբյեկտն է վնասվել։ Նա հորդորել է ռիազանցիներին լուսանկարներ կամ տեսանյութեր չհրապարակել ու առայժմ հեռու մնալ պատուհաններից։ Վալդբերիսի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, Ռիազանում գտնվող լոգիստիկ օբյեկտի աշխատողները տարհանվել են։ Կիև Փոստը գրում է, որ ընկերությունը վաճառողներին ծանուցում է ուղարկել, թե այդ պահեստում պահվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղարը արձագանքել է էլեկտրոնային առևտրի հսկայի պահեստների վրա ուկրաինական հարձակումներին։ Ալեքսանդր Մասլեննիկովի խոսքով Կիևի նպատակը Ռուսաստանում փոքր բիզնեսն անկայունացնելն ու լրատվամիջոցներում աղմուկ բարձրացնելն է։ Նման օբյեկտների վրա հարձակումը ազդում է սովորական մարդկանց վրա։ Վալդբերիսի լսարանի մոտավորապես 65%-ը 25-ից 45 տարեկան կանայք են, ովքեր ակնհայտորեն հակամարտության կողմնակից չեն։ Երկրորդ սա փոքր բիզնեսն անկայունացնելու փորձ է։ Տեղական տնտեսությունները կորուստներ են ունենում։ Մասնավոր փոքր բիզնեսի համար այդ կորուստները հսկայական են, բայց ընդհանուր տնտեսության համար դրանք աննշան են։ Երրորդ, հսկայական հրդեհները, մարդկային զոհերը, մատակարարումների ուշացումները, վաճառողների և գնորդների բողոքները մեծ իրարանցում են առաջացնում սոցցանցերում ու լրատվամիջոցներում։ Եկեք անկեղծ լինենք, սա ահաբեկչություն է և ռազմական հանցագործություն։ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ ուկրաինական հրթիռի բեկորներն ընկել են Տագանրոգում բնակելի շենքի վրա։ Մի կին զոհվել է, մի տղամարդ վիրավորվել։ Սլյուսարի խոսքով բնակիչները տարհանվել են, նրանց համար ժամանակավոր ապաստարան է ստեղծվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Պերմում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին։ Պերմի նահանգապետը հաստատել է արդյունաբերական ձեռնարկություններից մեկի թիրախավորման մասին, առանց հստակեցնելու, որ գործարանի մասին է խոսքը։ Ուկրաինական կողմի տվյալով գործարանը Լուկոյլ ընկերությանն է պատկանում։ Ռուսաստանի դրոնային հարձակման հետևանքով Ուկրաինայի Խերսոն քաղաքում էլ է տղամարդ զոհվել։ 3 վիրավորի մասին է հայտնել քաղաքային իշխանությունը։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության, գիշերը Ռուսաստանի բանակը 80 անօդաչու թռչող սարք է արձակել։ Ուկրաինական ՀՕՊ-ը խոցել է դրանցից 65-ը։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է Ուկրաինայի նավահանգիստներին հարվածելու մասին։ Մոսկվայի պնդմամբ Նիկոլաևի նավահանգստում խոցվել են ռազմական բեռների և վառելիքի պահեստները։ Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներում զենք մատակարարող 2 բեռնատար նավեր։ Մարիամ Ամերջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։